Արեգա Հովսեփյանին ուղղված հարցերը հիմնականում եվրոինտեգրման թեմայով էին։ Հասմիկ Հակոբյանը օրինակ հիշեցրեց, թե ինչ էր ասել օրերս այդ մասին Նարեկ Կարապետյանը։ Որ արևմուտք ենք մենք դեպի թեքվում, որ երկիրն է մեր արևմուտքում։ Արեգա Հովսեփյանը փորձեց վերհիշել, թե որ դասարանում էին քարտեզներ սովորում։ Նայում ենք քարտեզ։ Հայաստան, Հայաստանից արևմուտք, շուրջան, աշխարհագրության որ դասարանն է։ Իսկ Նարեկ Կարապետյանի խոսքը ավարտվում էր հետևյալ բառերով. մեր արևմուտքը ցավոք Հունաստանը չէ։ Արդյոք սա հստակ հակաեվրոպական դիրքորոշում չի նշանակում։ Հիշեք ժողովրդական ասույթը, որ ուղիղ խոսքը էշին են ասում։ Դուք շատ ուղիղ ակնարկով ասում եք, որ անհնար է եվրոինտեգրում, որտեղ մեր արևմուտքում Հունաստանը չէ, Թուրքիան է։ Դա ոչ հիմա որոշելիքն է, ոչ էլ կարծում եմ մոտակա տասնամյակների հարց է Եվրոպական միության անդամակցության հարց, ինչպես որ անգամ ձեր ղեկավարը հայտարարեց, որ այսօր դա այլընտրանք չէ։ Ծովինար Վարդանյանն էլ մինչև հարցուղելը նշեց, թե ուժեղ Հայաստանի պրոռուսական համբավը չի սպասարկելու Հայաստանի լավագույն շահը, եթե այդ քաղաքական ուժը ստանձնի եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահությունը։ Հետևաբար ում շահն եք դուք պատրաստվում սպասարկել ստանձնելով եվրոինտեգրման հանձնաժողովը։ Եթե մենք սկսենք խոսել ձեր համբավից, կարծում եմ լավ տեղ չի հասնելու, ժողովրդական լեզվով ասած, մատի եւ մատանու արանքը առհասարակ պետք չի մտնել։ Նախ ձեր համբավը կնքել է Ռուսաստանի Դաշնության նախագահը իր հարցադրումով, այդ մեկ։ Երկրորդ, ով էր մատանին եւ ով մատը, դուք նկատի ունեք ձեր ուժը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Մատը եւ մատանին դա տարբեր աշխարհակաղակական կենտրոններն են, տարբեր աշխարհակաղակական կենտրոնների շահերն են, որտեղ որ մենք առաջարկում ենք առհասարակ չմտնել։ Եթե այսօր լիներ ուրեմն այն հանրաքվեն, որի մասին խոսում ենք, ձեր քաղաքական ուժը կողմ կլիներ միանալ Եվրամիությանը, թե մնալ ԵԱՏՄ-ում։ Ձեր գործադիրի ղեկավարն է հայտարարում, որ նման այլընտրանք չկա։ Հիմա դուք հարց եք տալիս ինձ, այնպիսի հարց, որը որ գոյություն չունի։ Սարգիս Խանդանյանն էլ առաջարկեց երևակայության գիրք ընկնել եւ հիշեցրեց, երբ Եվրոպայի հետ ասոցացման բանակցություններն էին ընթանում եւ սպասվում էր արդեն համապարփակ եւ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը։ Եվ մի գեղեցիկ սեպտեմբերյան առավոտ դուք արթնանում եք եւ տեսնում եք, որ Հայաստանի իշխանությունը, որի մեջ է նաեւ ձեր քաղաքական ղեկավարը, որոշել է, որ կանգ է առնում եւ միանում է Մաքսային միությանը, այնուհետեւ Եվրասիական տնտեսական միությանը, որը կլինի սեպտեմբերի 3-ի առավոտյան ձեր հայտարարությունը ազգային ժողովի ամբիոնից։ Քանի որ ներսում չեմ եղել, որևէ տեղեկություններ չունեմ, թե հետկուլիսային ինչ քննարկումներ են տեղի ունեցել, ինչ բանակցությունների հետևանքով է որոշվել ձեր ասած օրը այդ որոշումը տեղի ունեցել, չեմ կարող պատասխանել, բայց միանշանակ կողմեմ, որ պետք է հարաբերությունները լինեն պարզ, պետք է լինենք մենք վստահելի եւ կանխատեսելի գործընկեր։ Արչևում փոխադարձ հարգանքի բացառիկ պահերն էին։ Քաղաքացիական պայմանագիրը ընդ որում շատ անկեղծ ծափահարելու էր հանձնաժողովի ընդդիմադիր թեկնածուին, որին մինչ այդ աջակցության խոսքեր էր ասել Արամ Վարդևանյանը։ Տիկին Հովսեփյան ջան, բոլոր մեր Արցախի հայրենակիցներին, արցախահայերին պարզապես ցանկանանք, որ իրենց ուժը, տեսակը, եռանդը, պայքարող տեսակը միշտ լինի անսպառ, լավ լինեք ժողովուրդ ջան, Տիկին Հովսեփյան ջան, անփորձանք։ Սիրելի արցախցիներ, սոր ես տղում կանգնած, սոր ես տղում ձեզնը հետ խոսում, ու գիտում որ դուք շատ մցույցեր եք կապում ինձնը հետ։ Ես գիտում տա, ես տա զգում ու տա ինձ ավելի ապարտավորեցնում ու ինձ ավելի ուժեղացնում։ Բայց ես գիտում վերմունք լողստեղ, ունինք նպատակ, տա ենա, վեր Հայաստանի Հանրապետությունը ավելի ուժեղանա, վեր Հայաստանի Հանրապետությունը ինի են տղը շտիղան մունք ոզում չնք քինյանք։ Առաջարկում եմ ծափահարենք։ Ամբողջությամբ համաձայն ենք եւ կիսում ենք ձեր ելույթը։
Այս ջերմացումը երկար չտևեց, Տարոն Չախոյանը ցիտեց Արեգա Հովսեփյանի խոսքը Եվրամիության ինտեգրման վերաբերյալ։ Մենք կողմ ենք եվրոպական ինտեգրմանը։ Այս խոսքերին քիչ էր մնում հավատալ։ Հավատալ թույլ չտվեց Սամվել Կարապետյանի խոսքը, որը նա ասել էր 2025 թվականին։ Հիմա խնդրում եմ լսեք։ Выражаем категорическое несогласие с выбранным действующими властями Армении курсом на евроинтеграцию. Խոսքը գնում է այն մասին, որ պետք է, ինչպես ես ինքս եմ բազմիցս նշել, հստակ տարբերակել եվրոպական ինտեգրումը եվրոպական միության անդամակցությունից։ Եվրոպական ինտեգրմանը մենք միանշանակ կողմ ենք։ Խոսքը չէր գնում բացարձակապես եվրոպական միությանը անդամակցելուն, խոսքը գնում էր եվրոպական ինտեգրմանը։ Մի դեպք էլ հիշեց Չախոյանը, երբ նախընտրական շրջանում Նարեկ Կարապետյանը իրենց քաղաքական ուժի առաջնորդի տուն էր հրավիրել Ֆրանսիայի նախագահին, վերջինս չէր գնացել, իսկ Սամվել Կարապետյանը հայտարարություն էր արել։ Շատ ներողություն, որ ստիպված եմ այս դալիճում հնչեցնել այդ բառը, Մակրոնը եկավ Փաշինյանին զասոս արեց։ Հազար ներողություն այս բառի համար, բայց այդ բառի հեղինակը ես չեմ։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում այս բառամթերքով եք հարաբերվելու եվրոպացի մեր գործընկերների հետ։ Եթե մենք սկսենք մեջբերումներ անել ձեր ղեկավարից, կարծում եմ բարեկրթությունից կմնա բտարը, մեր որդեգրած կառուցողական քաղաքականությունից կմնա կտարը։ Ելույթների փուլում ամբյոնին մոտեցավ Էդգար Ղազարյանը, նշեց, թե Եվրամիության անդամակցելու գովազդի մասով ամեն ինչ լավ է, եթե նայում ենք փոխայցելություններին, սրտիկներին եւ 7 ծիրանից պատրաստված կախարդական ջեմին, ամեն ինչ նորմալ է, իսկ լուրջ որոշումներ կայացնելու ժամանակ ամեն ինչ անլուրջ է։ Եվրոպական պետություն կառուցելու համար լուրջ մոտեցում է պետք ցուցաբերել։ Իսկ այդ մոտեցումը դահլիճի այս հատվածից, հատկապես դրա առաջին շարքերից հնարավոր չի ակնկալել։ Եվրոպական համագործակցություն հնարավոր է դահլիճի այս հատվածից եւ հատկապես դրա առաջին շարքերից։ Բայց ամենաառաջինը անհրաժեշտ է փոփոխություն դահլիճի այն հատվածի առաջին շարքից, որը դեռևս դատարկ է։ Եվ մենք հույս ունենք, որ այդ շարքի առաջին աթոռը ի վերջո կզբաղեցնի ազգային բարերար Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Իդեպ ես ոնց հասկանում եմ Սամվել Կարապետյանը հայ ժողովրդի պատմության մեջ առաջին նախկին հաջորդ վարչապետն է։ Ասում եք, որ պետքա լինի ապագա վարչապետ, չստացվեց, այսինքն նախկին ապագա վարչապետ, շատ հետաքրքիր իրավիճակ է։ Կամ լավ հավերժ ապագա վարչապետ, եթե դա ձեզ կմխիթարի։ Հետո նաև խմբակցության անունից ելույթներ եղան, իսկ Արեգա Հովսեփյանի ելույթից հետո մթնոլորտը թեժացավ։ Վագն Ալեքսանյանը նախազգուշացում հայտնեց Դավիթ Խազինյանին, հետո մեկնիստում խոսափողից հանդես գալու կարգապահական տույժ, վերջում էլ հեռացում դալիճից, մինչև օրվա ավարտը։ Ես խնդրում եմ, որպեսզի անվտանգության աշխատակիցները մոտենան եւ դուրս անեն падգամավոր Դավիթ Ղազինյանին։ Շատ լավ, իրենք ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալի։ Հարգելի գործընկերներ, ինքը դուրս է գալի, թողեք դուրս գա։ Հանգիստ դուրս է գալիս ինքը։ Ասում եմ դուրս է գալի հանգիստ։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, շնորհակալություն անվտանգության աշխատակիցներին։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։